Եթե մեկը գիժա ու դու իրա նման չես, էդ էլ չի նշանակում, որ դու նորմալ ես։ Եթե առավոտով զարթնել ես մտքով, որ ամբողջ օրը դու պիտի քայլես ոտքով։ Եթե քո գրպանում մկներն են խաղում, բայց քո դեմքին շփվիթն էլ չի իջնում։ Եթե դու ոչ մի տեղ չես տապում, ու ոչ մեկ ես ոչ մի տեղ էլ չի շտապացում։ Եթե դու կարաս հանգիստ նստես ու ոչ մի բանի մասին էլ չմտածես, ուրեմն դու գիժ ես։ Ոնց որ ես։ Դու գիժ ես։ Ոնց որ ես։ Եթե դու ընկած ես մոր փոսում, վերևից կպարան, բայց ձերքդ պարան ինչի հասնում։ Իսկ դու գոմելացես ու կանչես օգնություն, ավելի ես երկով ու վարում։ Եթե քեզ ավելի դուր է գալիս փոսում, քան վերևում, որտեղ մարդիկ սուտ են խոսում, որտեղ ոչ մեկի առուն նույն գետով չի օսում, սա իր հետևից բամբասում է մի բան ասում։ Եթե մեկը գիժա ու դու իրա նման չես, էդ էլ չի նշանակում, որ դու նորմալ ես։ Եթե մեկը գիժա ու դու իրա նման չես, էդ էլ չի նշանակում, որ դու նորմալ ես։ Բոլորին էլ պետք է հագցնես սպաշապիկ, հիվանդությունը մեկնամարտցևացող կապիկ։ Դու գիժ ես, ոնց որ ես։ 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 Լավ էլի աթոյա։ Քանի դեռ դու անչափահաս ես եմ պատասխանատու քո համար։ Ու ես քեզ ասում եմ, դու ոչ մի տեղ չես գնալու։ Մնաց 2 ամիս, պապ, 2 ամսից ինչ։ Ուզում եմ 1000 տարի անցնի, դու Ամերիկա չես գնալու, Լիլիթ։ Ես Բեցին եմ։ Բեցին այդ փչացածի դրած անունն է, իմ աղջկա անունը Լիլիթ։ Նորմալ խոսա մորս մաս։ Ինչ մոր, որ 5 տարի չեկավ քեզ տեսնի։ Չես մտածում, որ դու իր կյանքում տեղ չունես։ Ջաջիրո, որ համերգի ընթացքում ուզենաք հանգստանաք, կարանք մենք երգենք։ Չէ։ Մի երգ։ Չէ, քո երգերս ես չեմ լսում, որ մնաց հանդիսատեսը լսի։ Մի օր դուք կխնդրեք, որ մեր համերգից առաջ դուրս գաք հանդիսատեսին տաքացնելու։ Կենթանի մնամ, կգամ կխնդրեմ։ Վարունց, չմտածես,
Ես ձեր մեջ պոտենցիալ տեսնում եմ։ Այ որ մի քիչ էլ լավ աշխատեք, կդառնաք լավագույններից լավագույնը։ Մենք հիմա էլ ենք ամենալավը։ Բայց ինչի գալու այսօր։ Չէ, այսօր հանգստյան օրն է։ Ես եմ այսօր միայն։ Թարսությունը մենակ չի գալիս էլի։ Жил-был черный кот за углом, и катанием видел весь дом. Только песня теперь не о том, когда ходили люди с котом. Говорят, не повезет, если черный кот дорогу перейдет. А пока наоборот, только черному коту и не идет. Даже с кошкой своей за версту приходилось тоться коту. Только песня совсем не о том, когда ходились люди с котом. Говорят, не повезет. Բարի երեկո ճաշակի ձուր քանդիսատես, այս երկից հետո կարաս ինձ ատես, դու երաժշտական վատ շրջապատես, մակարդակով էլ մանկապարտես, դու հինես հոպար էդ պաստա, երկերումը դատարկ բացակա իմաստը, դե հերիքա տանջես նույցեցված ակորդը, խղճավերջապես քո ցամաքած կոկորդը, խղճավերջապես մեր տանջված ականջը, այս իմ բարերը չի այլ հանրության պահանջը։ Ես ձեզ վաղը կասեմ։ Արածը դուրդ եկավ։ Ինձ դուր եկավ։ Բանակում մի անգամ գիշերով տղեկով գումարտակում համերգ ենք սարքել, շտաբի պետը եկավ սաղից ծեծելով հանեց, դուրսը շարեց։ Հա ինչ եմ արել է։ Ես ստեղծագործող մարդ եմ, երգելս գալիս է, պետքա երգեմ։ Լավ ռաֆը չի ստեղծագործում։ Թե չէ սաղորը դմպը-ցմպը ենք լսելու։ Ելնեք ինձ։ Էլի դուրս եմ վռնդել։ Հա, չէ։ Մենք ենք դուրս եկել։ Հիմա ինչ ես արել։ Ոչ մի բան։ Ռաֆին հարցրու։ Համել դու ինչ ես եկել, հենոն ասես տունն ես մնալու։ Պապայիս հետ եմ կռվել։ Ով հաղթեց։ Հումորից զգացումը։ Ձեզ բարի ժամանց մայթի հետ, իսկ ես գնամ գիշերելու տեղ գտնեմ։ Ես լավ առաջարկ ունեմ։ Ռաֆ տատի տան բանալիները մոտդ են։ Ահա, այսինքն մոտն են։ Հա, բայց ես չասեցի, որ համաձայն եմ։ Ռաֆն էլ չասեց, որ բանալիները մոտն են։ Հայացքից ամեն ինչ պարզ էր։ Շատ սրամիտ ես։ Արամո լավ էլի։ Լսի, կարող եմ մարդ դառնալ։ Լուրջ։ Ավելի ռաֆ, որ մեկ-մեկ խոսած սենց չի լինի։ Բանալին չկա։ Դե ինձ հետ տարեք փապ։ Մի րոպե։
Բեցի, մոտը մազակալ քորոս կամ իշորտնս բանկա։ Դու շատ ես կինո նայում։ Չէ, բայց որ բանակում էինք, մի անգամ գիշերով գումարտակում տղեկով համերգ էինք սար։ Մի խոսքով շտաբի պետը հեռախոսները հավաքեց, դրան կողպեկը բացեցինք, հեռախոսները հանեցինք։ Ստացվեց։ Քեզ քիչ է։ Լիլիթ, դու անչափահաս ես։ Անչափահաս, կողմն է Լիլիթը։ Ծնողներիդ հեռախոսը համարն ասա։ Չունեմ։ Ծնողներ թե հիշողություն։ Էս ով է։ Դու ես։ Դուժոն ասма թրիմաջություն է եղել։ Բարձացի նստի աշխատասենյակս գալիս եմ։ Դու բարձացի նստի աշխատասենյակ գալիս եմ։ Երեխեք, դուրս եկեք։ Արագ։ Դու մնա։ Բարոս դու ինձ մերսում ես պար։ Ֆու։ Չէ, բետի ջան սխալ հասկացար։ Բարոնցը մենակ փողն է տալու։ Իսկ մեր սողը ուրիշ մարդ կլինի։ Ցանկալի աղջիկ։ Ես ինչի։ Գնա Ռաֆի տարօրինակը տանիքից ուզի։ Ռապս։ Դիսի տակ նայեմ։ Իզոնց ես մեծացել։ Ես ովքեր են ընկերներդ են։ Գնանք մեր տուն։ Թեյ հյուրասիրել։ Ուրիշ անգամ։ Սուրճ հյուրասիրել։ Չէ, Ուրիշ անգամ։ մի ուրիշ անգամ։ Հա։ Նավ։ Գնացինք։ Պապատա։ Ձեփ ասրեցիր զանգես։ SMS-ի մասին լսել ես։ Ահա։ Բա ոնց բաց թողեցին։ Ռաֆի տատին բողոքը հետ վերցրեց, ասես թյուրիմացություն էր։ Բարզա։ Նստեք մեքենան։ Չէ, մենք կգնանք։ Նստեք։ Ուղիղ տուն։ Ճիշտ այդպես։ Գիտարս։ Իրիկունը փաբում։ Բայց մեզ չեն թողել։ Ես կխոսամ։ Օրիորդի անունը։ Բեցի։ Բեցի տունը որտեղ է։ Ես այստեղ էլ կարող եմ իջնել։ Իսկ երկու փողոց վերև։ Նելի կլինի։ Բարզա։ Բեցին լոգարանի ու քո սենյակի տեղը ցույց տուր արի խոհանոց։ Սոված չեմ։
6-ին ասոված։ Չէ, շնորհակալություն։ Արագացրեք։ Ու, սենց ինչքան։ Մի օր ես մնալու տեղ կգտնեմ 6-ի համար։ 6-ին թող ստեղ մնա ինչքան ուզում ես ամուսնացի հետը վաղը։ Ես քո վարքի մասին եմ խոսում։ Պապ, լավ էլի։ Ես հոգնած եմ քոնս էլ տանում ա։ Համել 6-ին տունն ա կլինի, հետո քարոզ կարդաս։ Ես գնացի։ Ուր։ Իմ սենյակ։ Քո սենյակում 6-ին կքնի։ Իմ սենյակում տեղ շատ կա։ Քո բերանում էլ տեղ շատ կա, որ լեզու տեղավորվում ա։ Բազմոցը քո տրամադրության տակ ա։ Ինչ անհետաքրքիր մարդ դուրս եկար, բայց։ 6-ի։ Այո, Քո երթն ա։ հագնվեմ գամ։ Հագնվի փախի։ Ծնողներդ որտեղ են։ Մայրս Ամերիկայում, հայրս այստեղ տանում։ Բա ինչի տուն չես գնում։ Վիճել եմ հորս հետ։ Դե հայրերը հաճախ են սխալվում։ Բայց որ նեղանում ես ու գնում ես տնից, նշանակում է, որ քո հայրը ամբողջ կյանքում սխալ ա եղել։ Նշանակում է, որ քեզ սխալ է դաստիարակել, սխալ ա վերաբերվել եւ այլն եւ այլն եւ այլն։ Նշանակում է, որ դու ինքդ քեզ սխալ դաստիարակված մարդ ես համարում, որ չես սիրում ինքդ քեզ։ Այդ դեպքում գնա ու ապրի վատ հորդ հետ, որովհետև դու որպես վատ մարդ արժանի ես վատ հոր։ Իսկ եթե սիրում ես ինքդ քեզ, ուրեմն ինքդ քեզ ճիշտ ա դաստիարակել։ Ուրեմն գնա տուն, որովհետև դու ցավ ես պատճառում մի մարդու, որը քո համար ամեն ինչ արել է։ Փաստորեն վարունցը ձեզ է քաշել։ Ինչով։ Փիլիսոփայելու հատկությամբ։ Իմ պատմությունը երկար ու մի քիչ խառը։ Իսկ ես հոգնած եմ ու քունս տանում ա։ Կլինի վաղը պատմեմ։ Դուք իրար ոնց եք գտել։ Խոշորացույցով։ Իրականում ամեն ինչի համար շնորհակալություն։ Անկեղծ քնեմ արթնանամ ու ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Եթե իհարկե պատրաստ եք 3 օր լսել ու հանդուրժել իմ հիստերիկ լացը։ Բարի գիշեր։ Անահիտ, ես քո օգնության կարիքը ունեմ։ Մամելի պապայի հետ կռվել եմ ու տանից գնացել։ Էլ ներվերս չի հերիքում։ Խնդրում եմ կամ դու արի, կամ Տոմս ուղարկի, որ 2 ամսից դառնամ չափահաս, ես կամ քո մոտ։ Պատմի։ Ինչ պատմեմ։ Արսենը քիչ էր մի հատ էլ բետի ա հայտնվել։ Ես իմ տղուն չգիտեմ ոնց խելք սովորացնեմ, ինչ մնաց ուրիշի աղջկա։ Հանգիստ։ Անկեղծ սկզբում որ ասեցիր բեցի, ինձ թվաց տղեդ որոշել ա շուն պահի։ Բայց հետո պարզվեց ամեն ինչ ավելի հեշտ է։ Հասա տեսնեմ ինչ ա եղել։ Կգաս խոսած հետ նրա։ Հա, կգամ, պատմում։
Ես լացում ես։ Ինչ ա եղել։ Պապան գնացել է, արի հիմա թռնենք, քանի չի եկել։ Լավ, սպասի, հեսա կգամ։ Ինձ երբեք էլ Լիլիթով չդիմես։ Սուս չարտնացնես։ Կսպանեմ։ Բա ուր է։ Չգիտեմ, բայց հաստատ կսպանեմ։ Կներես, որ հարցնում եմ։ Մամատ տանը չէր։ Չէ։ Մաման Սուշուշ ա տուն գալիս։ Վերջին անգամ մի 20 տարի առաջ ա տուն եկել։ Ես մորս չեմ տեսել։ Չգիտեմ ինչի ա թողել գնացել, բայց գնացել է։ Իսկ պապատ չի պատմում։ Դե ասում ա, որ մի օր ինքը անպայման կգա ու կպատմի։ Չգիտեմ ինչի ա տենց վստահ։ Բայց ես չեմ ներվում։ Ինձ Անահիտն ա մեծացրել։ Ճիշտ է ինքը հետո ամուսնացավ, մենք սկսեցինք քիչ հանդիպել, բայց հետո քույր ունեցել։ Ինչ քուր։ Ներոնքական չի։ Դասի տուն Անահիտի աղջիկն է։ Մի խոսքով նորմալ մարդ է։ Երբեք չես պատմել իրա մասին։ Բայց իրան պատմել եմ քո մասին։ Ոնց եք։ Լավ, ես գնամ աշխատանքի։ Այսօր բեցին, հա, վաշտի վերակարգը։ Նորմալ ամեն ինչ։ Հա։ Եկեք մտնենք ներս։ Այսօր դժվար խոսակցություններ ա սպասվում։ Վարունց, կգաց երկու բար խոսենք։ Քեզ փոքր ժամանակ ասել են, որ չարություն անել չի կարելի։ Չէ։ Լավ։ Դու իմ ընկերն ես։ Ես քեզ շատ լավ եմ վերաբերվում։ Սա վերջին անգամն էր, լավ։ Լավ։ Ու չարություն անել չի կարելի։ Սուրճը խմենք ու անցնենք ծանր հրետանուն։ Չէ, այսօր ոչ մի հրետանի։ Մի օր գոնե սթափ գնանք տուն։ Մեջիդ պապին էլի արթնացա։ Հա, արթնացավ։ Այսօր ոչ մի խմել։ Վարունց կգաս։ Վարունց, ես շնորհակալ եմ, որ ուզում ես ինձ օգնել, բայց ես էլ ձեր տուն չեմ գա։ Բա ուր ես գնալու։ Դե միտեղ կգնամ, հիմա այդ չի կարևորը։ Վարունց, ես հասկանում եմ ամեն ինչ, բայց ավելի լավ է հեռու մնաս ինձնից։ Գիտես, ես գումար եմ հավաքում, որ գնամ Ամերիկա մորս մոտ։ Հետո քո համար ավելի ցավոտ կլինի։ Ես խմելու բան կլցնես։ Չասացի ես, որ չենք խմելու։ Դու կարաս չխմես։ Մի հատ էլ։ Անսար լուրջ է։ Զուր փնտրեց օքիս սրտի թուրը և երկեց սիրո
սիրով տխրագին, պատասխան չկար, հույսնիմ սուր էր, մի ուրիշներ գերել քո հոգին, առաջին այդ սիրուց ես չունեմ դադար, բայց կապրես իմ երկում ոսկեվար, առաջին այդ սիրուց ես չունեմ դադար, բայց կապրես իմ երկում ոսկեվար։ Բեցի մի բաժակել։ Վարունցին տուն տար։ Վարուն ծառի քեզ տուն տա։ Ինչի։ Մի բաժակել եմ պատվիրել։ Ես ձեզ էլ խմիչք չեմ լցնելու։ Այ հենոն կլցներ։ Հենոն գլուխը պատին կտար։ Շուտ ազատեք տարածքը, թե չէ տնօրենին կասեմ։ Վարունց։ Ռաֆը գնաց։ Ռաֆ։ Խես դուրս եկե վախեցան։ Լավ չես։ Ես չեմ պատրաստվում մնալ միտեղ, որտեղ ինձ չեն սիրում։ Օ, Ռաֆը որ խոսում է, այդ լուրջը։ Գնացինք։ Տներով հաշիվը փակեմ կը։ Նորմալ։ Ես կփակեմ։ Անակում մի անգամ տղեկից մեկի ծնունդին այնքան ենք խմել, մեր վաշտի ծոյկը սենց Ռաֆինոման դուրս եկավ սենյակից, 20 րոպե հետո օրապահ եկավ, ասես գնացել է տուն։ Սաղ վաշտով դուրս եկանք, գնացինք հետևից, որ հետ բերենք։ Տաներով Սպասի։ Հետո։ էլի բանակից է պատմում։ Հետո դուրս եկանք, գնացինք հետևից։ Գնացինք էլի տղեկ։ Արի ճանապարհին կպատմես։ Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել, այս ջուրը մեր սառնորակ, հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել, իմ լավ հարազատ, իմ հայրիկ, հայրիկ, ջուր կտաս։ Ապդ քիչ էր հիմա էլ դու։ Երնեք ինձ։ Ես էլի եմ լսել, որ ջուր խմելը ժառանգական է։ Ասա խելքը ժառանգական լինի։ Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, այս ջուրը խմել։ Բա, հոսալու բան կա։ Ինչի մասին։ Քո ապագայի մասին։ Գոնե կարամ դուրս գամ։ Չէ։
Ինչով ես ուզում զբաղվել։ Երաժշտությամբ։ Ուրեմն ընդունվի կոնսերվատորիա։ Պապ, լավ էլ ինչ կոնսերվատորիա։ Բա ինչ մասնավոր։ Ինչի սա պետք, ենա զբաղվում եմ էլի։ Բա ինչի ես քո ամերիկներին երբեք չեմ եղել, հա։ Երևի լավ չես զբաղվում։ Որոշի որտեղ ես ուզում ընդունվել ծախսին վրա։ Պապ, ես որ թիվն է ինչ սովորել։ Ուրեմն սենց, քո տարիքում տղեն կամ սովորում է, կամ աշխատում, ընտրի։ Ես երաժիշտ եմ, ու ինձ քո ճարտարապետական ճշտությունները մի պարտադրի։ Ու ընդհանրապես դու ոչ մի բան չես հասկանում երաժշտությունից։ Կյանքումդ գոնե երաժշտական գործիքի կպած կաս։ Էս պայից սկսված։ Կամ գնում ես սովորելու, կամ ես քեզ էլ երբեք փող չեմ տալու։ Ոնց ուզում ես ապրի։ Տան դուրն էլ բացալինելու 9-ից 9։ Կարողանաս մտնես գնա քնել մտիլ։ Չես կարողանա կմնաս դրան դիմացի փալասի հույսին։ Ես բանալի ունեմ։ Ես էլ ունեմ։ Նոր փականի համար։ Որոշել եմ։ Պատրաստ եմ։ Կպատմեմ ընկերներիս։ Եթե զգում ես, որ պատրաստ ես, ուրեմն շատ լավ։ Զանգում է, ասեմ։ Չգիտեմ։ Ինքդ որոշիր։ Կասեմ։ Վարունց ինչ լավ է զանգեցիր, քեզ բան ունեմ ասելու։ Եկա։ Ինչի չասացիր։ Ինչ ա եղել։ 50-ամյակն Ընկերոջս արվեստանոցի բանալիներն է, մեկ ամսով գնացել է գյուղ։ Եթե ուզում ես, կարող ես մնալ։ նկարիչ է ընկերդ։ Չէ, նայ, տունը այնքան փոքր է, որ ամաչում է, էլի, ազի տունը սա, ասպա, արվեստանոց սա։ Շատ սիրուն տեղ է։ Գործից հետո կտանեմ, ցույց կտամ քեզ։ Կխնդրեի ջուր։ Սորը էլի։ Բաթոյան ուր։ Զանգում չի վերցնում։ Զանգում ես չի վերցնում։ Լավ,